խոսույթը հետևյալն էր, որ անկլավների թեման չենք քննարկում։ Մոտավորապես սա էր, բայց ես միշտ մտահոգություն եմ ունեցել, որ Ադրբեջանը դա էլ է սեղանի վրա դնելու, որովհետև անկլավների թեման Ադրբեջանի տեսանկյունից իրենց համար կարևոր նշանակություն ունի, եւ եթե մենք կարողանայինք անկլավների թեման չբարձրացնենք եւ մնար այնպեսին ինչպեսին որ կար, այսինքն Արցվաշենը մնար Ադրբեջանին, իսկ Բարխուդարլու Սոֆուլուն, Վերին Ոսկեպարն ու Տիգրանաշեն Քյարքին մեզ մնալ, դա լավագույն տարբերակը կլիներ։ Ես հարգում եմ արցվաշենցիների, Հայաստանը գիտեք, մեծագույն գյուղերից մեկն էր, 3000 բնակչությունն էր մոտավորապես, հա, նրանց վերադարձի իրավունքը, ես գիտեմ թե ինչքան են իրենց տներին կարոտել, բայց նաև պետք է հաշվի առնենք, որ ռազմավարական իմաստով Արցվաշենը այն կարևորությունը չունի մեզ համար, ինչքան որ ասենք Տիգրանաշեն Քյարքին, որովհետև այդ տեղով է անցնում Հայաստանը Իրանին կապող Երևանից դեպի Վայոց ձոր եւ Սյունիք գնացող ճանապարհը։ Եթե մենք ուրեմն փոխանակում ենք եւ Վերին Ոսկեպարը անցնում է Ադրբեջանին, մենք խնդիր ենք ունենում իջևան-նոյեմբերյան հատվածում։ Այսինքն սրանք ուրեմն կարևորության իմաստով, հա, սրանք բացարձակապես համազոր չեն։ Դա լավ գիտեն ադրբեջանցիները եւ դա իմ կարծիքով ապագայի համար նոր ռումբ է դրվում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների տակ։ Դա նշանակում է, որ Հայաստանի տարածքում ըստ էության Հայաստանի տարածքով շրջապատված մենք ունենալու ենք 4 ադրբեջանական գյուղ, իսկ Ադրբեջանը ունենալու է Ադրբեջանով շրջապատված 1 գյուղ։ Սա ես կարծում եմ ապագայի տեսանկյունից բացարձակապես չի խոսում խաղաղության օգտին։